Բարև ձեզ, այսօր մի կողմ ենք թողնելու աշխարհաքաղաքականությունը եւ աշխարհաքաղաքական զարգացումները եւ խոսելու ենք առողջապահության եւ բարձր տեխնոլոգիաների մասին։ Դե բարձր տեխնոլոգիաների մասին հիմա շատ են խոսում են բարձր տեխնոլոգիաների կիրառման մասին ամենատարբեր ոլորտներում, առողջապահությունը բնականաբար անմասն չէ, կոնկրետ այս դեպքում խոսքը ճառագայթային բուժման ոլորտի մասին է։ Իսկ այս ոլորտը Հայաստանում վերջին շրջանում կարելի ասել շատ սրընթաց զարգացում ունի շնորհիվ Էրեբունի բժշկական կենտրոնի։ Սա ազատ զրույցն է Free News եթերում, ես հիմա զրուցելու եմ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնի ղեկավար Կոստան Ղալումյանի եւ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնի բրախիթերապևտ Նատալիա Կորնիևսկայայի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես վստահ եմ, որ առաջին այս մասից մարդկանց մոտ հարց առաջացավ, դա ինչ է իրենից ներկայացնում։ Մենք իհարկե այս մասին կխոսենք, բայց սկսենք նրանից, թե ինչ բարձր տեխնոլոգիաներ են օգտագործվում, որոնք են այդ բարձր տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ապահովել ժամանակակից ճառագայթային բուժում։ Համեցեք, ձեզանից սկսենք։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Այսօր ինչի մասին որ մենք խոսելու ենք, դա շատ կարևոր է մեր բժշկագիտության ոլորտի համար, քանի որ, ինչպես նշեցիք, ճառագայթային թերապիան եւ բարձրագույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են ճառագայթային թերապիայում, դրանք հանդիսանում են կոնկրետ բուժական մեթոդ եւ շատ երկար ժամանակահատված իրանք հասանելի չեն եղել իր տեսակով, ոնց որ հիմա մենք կներկայացնենք Հայաստանի Հանրապետությունում։ Մարդիկ ստիպված գնացել են արտերկիր, որպեսզի կարողանան իրանք ամբողջ ծավալով իրանք բուժական այսպես ասած բուժումը ապահովել եւ այժմ ի ուրախություն մեզ բոլորիս կարող եմ հպարտությամբ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից ճառագայթային թերապիայի բոլոր մեթոդները հասանելի են Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում։ Բայց նախ մինչև խոսենք բարձրագույն տեխնոլոգիաների մասին, ճառագայթային թերապիան ինքը անսամբլ է մի քանի գործիքների։ Այնտեղ ոչ միայն կիրառվում են, ինչպես նշեցինք, սարքերը, բարձրագույն տեխնոլոգիաները, շատ կարեւոր է թե ոնց են կիրառվում եւ ինչ կենտրոնում են կիրառվում։ Որովհետև ինքը կենտրոնը բազմաֆունկցիոնալ շատ բարձ ճարտարապետական կառույց է, քանի որ այնտեղ, ինչպես նշեցիք, դուք ճառագայթային գործիքների հետ մենք գործ ունենք եւ ամենակարևորը, որպեսզի այդ ճառագայթային գործիքների կողմից առաջացված ճառագայթը անվտանգ լինի ոչ միայն մեր պացիենտների համար, որը որ մենք 100%-ով երաշխավորում ենք, այլ ամենակարևորը, որ նաև անվտանգ լինի շրջակա միջավայրի համար։ Եվ հատուկ տեխնոլոգիաներ, որոնք կիրառվել են այնտեղ, այսինքն մոտ 2.5 մետր հաստությամբ մոնոլիթ բետոնի շերտ, որը որ պատերը ամբողջությամբ պատված են քառակողմ եւ առաստաղը, որպեսզի ճառագայթային մասնիկները չնեթափանցեն արտաքին միջավայր։ Կառույցը ինքը առանձնացված է Էրեբունի բժշկական կենտրոնից, առանձին կառույց է կառուցվել եւ իդեպ ֆանտաստիկ արագությամբ 1 տարի 1 ամիս ժամանակահատվածով, որը տվյալ կենտրոնների համար դա համարվում է ֆանտաստիկ եւ ոչ միայն զարմացրել է մեր Հայաստանի եւ շինարարներին եւ գիտակներին տվյալ գործի, այլ զարմացնել նաեւ մեր արտասահմանցի գործընկերներին, ովքեր որ ցենց ամբողջ պրոյեկտը կառավարվել է դրսից, խոսքը վերաբերվում է հիմնական ճարտարապետական լուծումները, իհարկե Հայաստանն է տվել, բայց ոնց է պետք կառուցել, ինչպես է պետք ամեն ինչ իրականացնել, դրան կառուցել են մեր տեղի շինարարները եւ մեր կենտրոնի ղեկավարությունը։ Եվ այդ Էրեբունի բժշկական կենտրոնի մեջ տարածքում, հարևանությամբ կենտրոնիկից տարածքում եւ ամենակարևորը նա է նաև կենտրոնի լուսավորությունը, այսինքն ինքը ամբողջությամբ գրեթե ապակեպատ է եւ դրա մեջ հենց կարևորը դրված է այն հոգեբանական ասպեկտը, որ պացիենտները իրանք անընդհատ շփվեն արտաքին միջավայրի հետ, արևի լույսի հետ, որովհետեւ գաղտնիք չէ տվյալ կենտրոնները հիմնականում արտասահմանում իրանք ավելի շատ ստորգետնյա են լինում եւ դա բերում է բավականին ճնշվածություն եւ դեպրեսիվ վիճակ։ Այսինքն այս սրանով ես ուզում եմ անպայման նշել, որ ուղղակի ճառագայթային թերապիան դա մենակը գործիքներ չեն եւ անձնական չի, որը որ սպասարկում է։ Դրա մեջ կա շատ խորը փիլիսոփայական հենք, այսինքն դա պացիենտի հոգեբանությունն է եւ ամբողջությամբ մեր կենտրոնը կոնկրետ իր ոչ բուժական կտորը կառուցված է պացիենտների կոմֆորտի, իրանց բարօրության, իրանց հավատքի, որ իրանք անպայման բուժվելու են ու դա տենց է։ Ինչ վերաբերում է կենտրոնում գործող բարձրագույն տեխնոլոգիական սարքավորումներին, կենտրոնը հագեցած է 3 արագացուցիչներով, գծային արագացուցիչներով։ Բոլոր ամբողջ արագացուցիչները դրանք ամերիկյան Varian ընկերությանն են, 2024 թվականի արտադրության վերջի սերնդի սարքավորումներ են եւ իդեպ նշեմ, ինքը 2024 թվականի աշխարհում բացված վերջի կենտրոնն է, որպես ճառագայթային թերապիայի կենտրոն, որը որ հագեցած է ամենավերջի սարքավորումներով։ Առաջի երկու սարքերը դրանք Halcyon սարքերն են, կհարցնեք ինչու են կոնկրետ երկուսը նույն սարքը։ Ներեցեք, ես երբ որ թեմային ծանոթանում էի, այդ անունը
գրեցի եւ հատիկի մոտ նշել եմ, որ հարցնում թե տրակցիոն սարքն ինչ է իրենց ներկայացնում։ Հարցիոն սարքը ինքը գծային արագացուցիչ է, ճառագայթային թերապիայի հիմնական գործածվող գործիքներից մեկն է, այսինքն իրանով կարելի ասել բուժում է ճառագայթային թերապիայի շահառուների պացիենտների մոտ 80%-ը։ Ինչու համար են նրանք զույգ, այսինքն ամենակարևոր ասպեկտը նա է, որպեսզի տվյալ բուժումը չընդհատվի, որովհետև ճառագայթային թերապիայի բուժումը պետք է լինի անընդհատ։ Պացիենտները չեն բուժում 1 օր, 2 օր, կամ պացիենտները, այսինքն ֆրակցիոն բուժում է կոչվում, այսինքն փուլավորվող բուժում, իրանք բուժվում են մոտարապես 10, 20, 30, 40 նայած իրանց ինչքան սեանսեր են նշանակված։ Եվ կարևորը, որ 30 սեանսի պարագայում ընդհատում ընդհանրապես 30-ի մեջ չլինի։ Եվ այս պարագայում, քանի որ մենք հագեցած ենք նույնանման երկու ապարատով, բնական է դա երաշխիք է, որ իրանց սեանսերը ընդհանրապես չի ընդհատվի։ Երրորդ գծային արագացուցիչը դա ռադիովիրաբուժության սարքն է, դա նույնպես անփոխարինելի մեթոդ է, որտեղ իհարկե իր տեսակի մեջ ինչ որ չափ, այսպես ասած, ֆրակցիոն բուժումը հասանելի էր Հայաստանի Հանրապետությունում, եթե լինեմ ես ձեզ հետ ավելի անկեղծ, ինչ վերաբերում է ռադիովիրաբուժության մասին, նա ընդհանրապես հասանելի չի եղել։ Եվ այս կենտրոնով մենք կարողացել ենք կոնկրետ ռադիովիրաբուժությունը ամբողջությամբ իր ծավալով եւ տեսակով հասանելի սարքել Հայաստանի Հանրապետության բնակչությանը։ Փաստացի ունենալով օրինակ, որ պացիենտների իհարկե ստվար մասը հնարավորություն ունենալով կարողանել բուժումը շարունակել արտերկրում, իդեմս մեր կենտրոնի հիմնադիր տնօրեն Հարություն Քուշքյանի իր ամբողջ գաղափարով եւ ֆինանսական ներդրումով փորձեց հասանելի դարձնել նաեւ այս բուժման տեսակը Հայաստանի Հանրապետությունում, լինելով շատ բժշկական ճյուղերում պիոներ։ Շատ լավ, հիմա կանք բրախիթերապիային, ինչ է ընդհանրապես դա իրենից ներկայացնում, պիտի խնդրեմ ավելի մանրամասն եւ հանրամատչելի լեզվով բացատրել, թե դա իրենից ինչ է ներկայացնում, ինչ մեթոդ է դա, որ դեպքերում է բրախիթերապիան օգտագործվում, ինչպիսի արդյունավետություն է ապահովում եւ այլն։ Ընդհանրապես սրա մասին ինչ կա ասելու։ Брахитерапия – это высокоточный контактный метод лучевой терапии, при котором источник ионизирующего излучения вводится в опухоль или в непосредственной близости к опухоли, разрушая ее изнутри. Преимущество брахитерапии заключается в возможности подведения высокой дозы облучения к опухолевому очагу при минимизации лучевого воздействия на окружающие органы и ткани, а также возможность проведения лечения за короткий период времени. Суть процедуры брахитерапии заключается в следующем. В орган или ткань, пораженную опухолью, врач имплантирует специальный аппликатор или интростаты, и затем после сложных физических расчетов в этот аппликатор автоматически подается радиоактивный источник. Радиоизотоп испускает гамма-излучение, которое и разрушает ДНК опухолевых клеток, предотвращая дальнейшее их деление и рост. После сеанса лечения радиоактивный источник возвращается в хранилище, врач удаляет аппликатор, и пациент самостоятельно в этот день покидает клинику. Внутри пациента никаких излучающих элементов не остается, и для окружающих он не опасен. Брахитерапия проводится как в самостоятельном режиме, так и в сочетании с дистанционной лучевой терапией. В самостоятельном режиме брахитерапия применима при раке кожи первой и второй стадии, раке предстательной железы первой стадии у пациентов группы низкого риска, а также в некоторых случаях в послеоперационном периоде на ложе удаленной опухоли, как, например, при раке молочной железы первой стадии. Во всех остальных случаях брахитерапия проводится в сочетании с дистанционной лучевой терапией. И в таком режиме применяется брахитерапия и при раке предстательной железы, когда стадия заболевания уже больше, чем первая, при раке пищевода, раке анального канала. Но наибольшее применение брахитерапия все же нашла в лечении онкогинекологических пациенток. В Центре радиотерапии Рибуни на сегодняшний день имеется все необходимое современное оборудование для брахитерапии рака кожи, рака шейки матки, тела матки, влагалища и вульвы. Что касается рака кожи, то, на мой взгляд, брахитерапия – это лучшая терапевтическая опция в лечении, подчеркну, немеланомных злокачественных новообразований кожи, особенно располагающихся на лице, на коже в области вокруг глаз, на носу, на ушной раковине, на веках, на красной кайме верхней и нижней губы. И преимущество метода брахитерапии в таких случаях заключается, первое, в том, что это локальное воздействие.
Это высокий локальный контроль, то есть мы достигаем очень высокого процента излеченности первичного опухолевого очага. Очень хороший косметический эффект, также возможность лечения пожилых, ослабленных пациентов, пациентов с выраженной сопутствующей патологией. И если мы вернемся к вопросу о продолжительности лечения, то рак кожи может быть излечен методом брахитерапии за 7-8 сеансов. Это меньше, чем 2 недели ежедневного амбулаторного лечения пациентов в клинике. Ես ես պիտի խնդրեմ խոսել նաև արդյունքների մասին։ За 3 месяца полноценной работы брахитерапии нами было пролечено более чем 20 пациенток с опухолями шейки матки, тела матки, влагалища и вульвы. И в 5 случаях мы использовали сложную методику комбинированной брахитерапии, когда наряду с аппликатором для внутриполосной брахитерапии внедряются интерстициальные или так называемые внутритканевые иглы. Процедура эта проводится под спинальной анестезией. Длится она порядка 3 часов. В день проведения процедуры пациентка госпитализируется в стационар для дальнейшего динамического наблюдения после сеанса брахитерапии. И проводится такая процедура в случае остаточной опухоли шейки матки или влагалища больших размеров. И внедрение этих интерстициальных игл позволяет увеличить захват остаточной опухоли вот этой высокой предписанной изодозой. И могу сказать, что всем пациенткам проведена процедура была без каких-либо интраоперационных осложнений. Выписаны пациентки без выраженных лучевых реакций, и по прошествии 3 месяцев мы ожидаем этих пациенток на контрольное МРТ-исследование. И за это время было пролечено несколько пациентов с диагнозом рак кожи, и первичный контроль, проведенный через 2-3 месяца после окончания курса брахитерапии, это время необходимо для купирования лучевых реакций, уже показал полную излеченность первичного опухолевого очага и очень хороший косметический эффект. Շատ լավ, շնորհակալություն։ Հիմա անցնենք նորից պարոն Ղալումյանին։ Ես ասացի, չէ՞ որ սարքի անուն, բրախիթերապիա եւ այլն այսպես տերմիններ կան, սարքերի, չգիտեմ ինչերի, խիստ մասնագիտական, որոնք պետք է պարզաբանել, որպեսզի մարդիկ հասկանան։ Այս առումով հարցնեմ, ինչ է պետք կատեն եւ ինչ նպատակով է սա իրականացվում։ Շատ լավ։ Էլի պիտի խնդրեմ առավել մանրամասն եւ առավել հանրամատչելի։ Շատ լավ, սիրով։ Պետք ատեն ինքը հանդիսանում է հապավում, այսինքն պոզիտրոն իմիսիոն տոմոգրաֆիա։ Ինքը իրենից ներկայացնում է ռադիոնուկլեիդ ախտորոշիչ մեթոդ, որը որ արդեն իր ամբողջ ծավալով հասանել է Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ է նշանակում իր ամբողջ ծավալով, որ տվյալ պետսկաները, որը տեղադրված է մեր կենտրոնում, նախ հանդիսանում է, ինչպես նշեցինք 2024 թվականի արտադրության, Siemens ընկերության եւ ամենակարևորը ինքը հանդիսանում է թվային սարք։ Եվ հանդիսանալով նոր արտադրության եւ թվային, ամենակարևորը կիրառվում է այնտեղ արհեստական բանականությունը, որը օգնում է մեզ բժիշկներից առավել գրագետ եւ կարճ ժամանակահատվածում քիչ ճառագայթումով տալ բարձրորժակ եւ բարձրաժեք ախտորոշիչ պատասխաններ։ Դրա անհրաժեշտությունը երբ է առաջանում։ Դրա անհրաժեշտությունը գրեթե ցուցված է բոլոր օնկոլոգիական հիվանդությունների պարագայում, եթե արդեն որևէ ախտորոշիչ մեթոդով օնկոլոգիան արդեն հայտնաբերված է, խոսքը վերաբերում է ռադիոլոգիական ախտորոշիչ մեթոդների, որոնց դասին պատկանում է համակարգչային տոմոգրաֆիան, ժողովրդի մեջ ասած ԿՏ, մագնիտորեզոնանսային տոմոգրաֆիան, MRT-ն, եթե հայտնաբերվել է, ապա հաջորդում է ռադիոնուկլեիդ դիագնոստիկան, որովհետև, ինչպես նշեցի, ախտորոշիչ մեթոդ, այնտեղ մենք գնահատում ենք ուռուցքի մոլեկուլյար մակարդակով։ Եվ ամենակարևորը ախտահարման աստիճանը, արդյոք օրգանիզմում բացի հիմնական առաջնային ուռուցքային գոյացությունից կան երկրորդային բնույթի, այսինքն մետաստատիկ օջախային ախտարում, որովհետև ցավոք սրտի մենակ համակարգչային տոմոգրաֆիայով կամ մենակ MRT-ով առանձին մենք ամբողջ օրգանիզմը այդ ծավալով ինչ որ պետը տալիս է չենք կարող գնահատենք։ Համար առաջի կիրառելիությունը դա է։ Համար երկրորդ կիրառելիությունը, որը շատ կարևոր է, նախ մենք կարողանանք հետևենք արդեն օնկոլոգիական հիվանդություն տառապող հիվանդների բուժման ընթացքին, որովհետև երբ որ դեղորայքը ստանում են, այսինքն այս պարագայում կլինի դա հորմոնալ թերապիա կամ քիմիոթերապիա կամ ինչու՞ չէ նաև շատ դեպքերում ճառագայթային թերապիա որպես զուգորդող բուժիչ մեթոդ,
շատ կարևոր է գնահատել արդյոք բջիջները ուռուցքային ինչ պատասխան են տվել, որովհետև մենք մյուս մեթոդներով ուղղակի իրանց անատոմիական պատկերն են գնահատում, սենց ոչ միայն անատոմիական պատկերը, այլ նաև իրանց ֆունկցիոնալ եւ ֆիզիոլոգիական վիճակն են գնահատում։ Արդյոք այդ նյութերը դեղորայքը էֆեկտիվ է թե ոչ էֆեկտիվ, որովհետև շատ դեպքերում հենց այդ հարցն է կանգնում պացիենտների մոտ, այդ դեղորայքը, որ իրանք ստանում են բուժման տեսանկյունից, էֆեկտիվությունը ո՞նց է հնարավոր գնահատել, եթե ինքնազգացողությունը իրանց շատ լավ է։ Մենք մոլեկուլար մակարդակով պետք է գնահատենք եւ ասենք, այո, օգնում է, պետք է շարունակել այդ բուժումը, ոչ, չի օգնում, պետք է դեղորայքը փոխել։ Այսօրվա ժամանակակից օնկոլոգիան պատկերացնել առանց պոզիտրոն իմիսիոն տոմոգրաֆիայի պետի անհնար է։ Եվ գրեթե բոլոր, սենց կարող եմ ասեմ, բոլոր միջազգային չափորոշիչներով եւ գայդլայներով գրեթե 80% օնկոլոգիական հիվանդությունով տառապող պացիենտներին ցուցված է պետ կատե։ Այսինքն մենք այն ինչի մասին խոսում ենք, նույնը չէ, ինչ կատե տոպոմետրիան։ Ոչ, կատե տոպոմետրիան նույնպես էլի ճառագայթարման մեթոդ է, բայց կատե տոպոմետրիայի հիմնական կիրառելիությունը դա նախաճառագայթային զննման մեջ է։ Այսինքն պացիենտները մեր կենտրոն որ հաճախում են, արդեն իրենց մոտ ախտորոշումը կա։ Կատե տոպոմետրիան անփոխարինելի մեթոդ է, որպեսզի հստակ մենք կարողանանք տեղորոշենք ուռուցքային գոյացության տեղը, հարաբերակցությունը հարակից օրգանների հետ, անոթային համակարգի հետ, որը որ գրավականն է գրագետ բուժման։ Ինչի համար, որտեղ սա նախապուժային այո, է, հա, ինչ որ սա նախապլանավորում ինչ որ բան։ ոնց որ եւ յուրաքանչյուր գործողությունում անկախ բժշկությունից էլ եթե դու չունես գրագետ պլանավորում, դու չես կարող սպասես լիարժեք գրագետ արդյունք։ Այս պարագայում, եթե տոպոմետրիկ կատեն բացակայում է, դու չես կարող ձերբազատվել ապագայում հետ ճառագայթային բարդություններից, որոնցից են ամենաթոքաբորբեր, հետ ճառագայթային այրվածքներ։ Տվյալ մեթոդը ինքը նվազեցնում է գրեթե 0-ի հասցնում հետ ճառագայթային բոլոր բարդությունները։ Եվ առանց այս մեթոդի, որը իդեպ իր տեսակի մեջ հաշվի առնելով սարքը, որը որ տեղադրված է քառաչափ հարթության մեջ, այսինքն ոչ միայն եռաչափ, այսինքն անատոմիական պատկերը, այլ նաև կրծքավանդակի եւ որովայնի շարժման ընթացքում տվյալ գոյացության հարաբերակցությունը, որը նույնպես շատ կարևոր է, որտեղ պացիենտները, որ բուժվում են, իրանք անշարժ չեն, իրանք շնչում են։ Եվ յուրաքանչյուր միլիմետրի շարժումը բերում է հարակից հյուսվածքների փոփոխության ճառագայթարում, այսինքն պատկերները ստանալով տոպոմետրիկ կատեի ինքը ամբողջությամբ պլանը կազմում է տոպոմետրիկ կատեի հիման վրա։ Կազմում են ճառագայթային օնկոլոգները կատարելով կոնտուրինգ, որը իդեպ մեր կենտրոնում նույնպես արհեստական բանականության միջոցով է իրականացում, իհարկե բժիշկների օգնությամբ եւ անպայման բժիշկների վերահսկողության տակ։ Դրանից հետո մասնակցում են մի խումբ ֆիզիկներ, ինչպես որ նշեցի, դա մի մեծ օրգանիզմ է ճառագայթային թերապիան, դա մեկ մասնագետի եւ մեկ գործիքի աշխատանք չի։ Դա այսպես ասած, եթե համեմատենք մենք նվագախմբի հետ, դա մեծ օրկեստր է, որտեղ որ ամեն մեկը ունի իր դերը, սկսած ճառագայթային օնկոլոգից, սկսած ֆիզիկից, սկսած արծիծից, որը որ հիմնական աշխատում է պացիենտների հետ, այսինքն քույր լաբորանտը, վերջացրած բոլոր ասպեկտներով, ֆիզիկները կազմում են դրա վրա պլանը եւ ամենակարևոր կանգամանկներից մեկը ես կուզեի նշել, դա դոզիմետրիան է, որը որ ես սկզբից նշեցի, որ պետք է մենք անվտանգ լինենք արտաքին միջավայրի նկատմամբ եւ մենք 100%-անոց անվտանգ ենք մեր պացիենտների համար, յուրաքանչյուր պլան պարտադիր դոզիմետրի քննություն է անցնում։ Այսինքն արդյոք ինքը անվտանգ եւ արդյոք այն նախանշած ճառագայթը, որը որ մենք պետք է հասցնենք թիրախին, համապատասխանում է սկզբնական, թե ոչ։ Եվ ամեն առավոտ մենք սկսում ենք դոզիմետրիայով, օրը ավարտում ենք դոզիմետրիայով, որը որ պարտադիր անխախտելի պայման է։ Նոր ինչի մասին որ խոսում ենք, ես ճիշտ հասկացա, որ սա բուժումը սկսելուց առաջ պետսկանը եւ տոպոմետրիկ համակարգչային տոմոգրաֆիան, այո։ Մեր զրույցի սկզբում դուք մի սարքի անուն տվեցիք, հա, Halcyon սարք, հիմա կանք այդ սարքին։ Ինչի համար է նախատեսված։ Halcyon սարքը ինքը ճառագայթային բուժման որպես սարք է, նախատեսված է հիմնականում փուլավոր ֆրակցիոն, այսպես ասած բժշկական տերմինոլոգիա, այսինքն փուլային ճառագայթման համար։ Հիմնական իր կիրառելիությունը կիրառում է գրեթե բոլոր նոզոլոգիա օնկոլոգիական հիվանդների պարագայում, գրեթե բոլոր նոզոլոգիաների դեպքում եւ այն ամբողջ ծածկույթով ինքը ծածկում է ճառագայթային թերապիայի գրեթե 80%-ը։ Այսինքն թե կրծքագեղձի պաթոլոգիան, ուռուցքային հիվանդությունները, թե որովայնի, թե այլ օրգանամակարգերի կրծքավանդակի կարող ենք մենք ֆրակցիոն բուժման եղանակով բուժում իրականացնել։ Բայց շատ կարևոր սարք է, որը որ մեր երկրում հասանելի չէր ու այժմ հասանել է, դա ռադիովիրաբուժության սարքն է, Livaria ընկերության H, որը նաև շատ դեպքերում ժողովրդի մեջ ընդունված
CyberKnife-ն է, Gamma-Noj-ն է, այսպես ասած ռուսերեն, որը այժմ արդեն իշնորհիվ այդ սարքի, որը տեղադրված է, հասանել է Հայաստանի Հանրապետություն, դրա ամբողջ նպատակը թիրախային բուժում իրականացնել է։ Հիմնականում, ինչպես բառը հուշում է, ռադիովիրաբուժություն։ Այսինքն հասցնել ճառագայթը այն թիրախին, որը հասանելի չէ վիրաբուժական դանակի համար։ Շատ լավ, դուք նշեցիք գամմա, սայբեր դանակ եւ էլի այս սարքը եւ այլն, ովքեր են աշխատում այս բարդ սարքերի վրա, կադրային սարքերի վրա հիմնական մեզ մոտ հրավիրված մեր գործընկերներն են եւ մեր հարգելի գործընկերը այժմ ստուդիայում ներկա է։ Ինչու համար մենք հավաքեցինք թիմը ամբողջությամբ արտասահմանից, քանի որ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում նորագույն տեխնոլոգիաները ներդնելով այդ ամբողջ գործիքակազմի աշխատող անձնակազմը, որ կարողանար ամբողջ ֆունկցիաները իրականացնել, մենք ավելի ճիշտ համարեցինք հրավիրել արտասահմանից նախ համար առաջին, որպեսզի կարողանանք ամբողջ գործիքակազմը օգտագործել, մեկ, երկրորդը կարողանանք միջազգային պրոտոկոլները ավելի լայն թափով ներդնենք Հայաստանի Հանրապետությունում եւ ամենակարևորը դա փորձի փոխանակումն է։ Իհարկե շատ պայծառ մասնագետներ Հայաստանի Հանրապետությունում գործում են մեր գոլեգաները մյուս կենտրոններում, որոնց որ ամենայն հարգանքով եմ ես որպես բժիշկ լծված, բայց կարծեմ փորձի փոխանակումը երբևիցե ոչ մեկին չի խանգարել եւ մենք շատ սերտ համագործակցում ենք մեր բոլոր գոլեգաների հետ Հայաստանի Հանրապետությունում գործող եւ կարծում եմ որ այս սիմբիոզը կտա իր արդյունքները եւ արդեն տալիս է արդյունքները, իսկ մեր համար ամենակարևոր արդյունքը դա մեր բուժված եւ գոհ շահառուներն են բուժառուներ։ Դուք խոսեցիք բրախիթերապիայի կիրառության մասին օնկոլոգիական տարբեր հիվանդությունների դեպքում, սա չի նշանակում, որ առաջ է գալիս համագործակցության անհրաժեշտություն ամենատարբեր մասնագետների հետ, ամենատարբեր մասնագետների հետ։ Կա այդպիսի բան, ես ճիշտ եմ հասկանում եւ եթե այո, ապա ինչ մասնագետների հետ եք համագործակցում։ Безусловно, мы работаем в тесном контакте со смежными специалистами, и поскольку сейчас в Центре радиотерапии мы имеем дело с брахитерапией рака кожи и рака онкогинекологических пациенток, то мы тесно сотрудничаем именно с онкогинекологами, с врачами-хирургами, офтальмологами, лор-специалистами, поскольку пациенты к нам поступают уже с установленным диагнозом, с обязательной морфологической верификацией и с необходимым перечнем обследований. Безусловно, помимо тех локализаций, которые мы проводим брахитерапию на данный момент, мы планируем расширять сферу деятельности и проводить брахитерапию и при других локализациях. И, безусловно, мы открыты к сотрудничеству с другими специалистами, и гастроэнтерологами, и проктологами, и маммологами. Изотопների կիրառության մասին ինչ կասեք։ Для брахитерапии мы используем современный аппарат с радиоактивным изотопом иридия-192. Радиоизотоп иридия – это гамма-излучатель с периодом полураспада 74 дня, что требует замены источника каждые 3-4 месяца. Но высокая удельная активность иридия позволяет использовать источники очень маленьких размеров, что очень важно для проведения брахитерапии, особенно такого современного направления, как внутритканевая или интерстициальная брахитерапия, когда в опухоль внедряются тонкие иглы, и в эти тонкие иглы и поступает вот таких маленьких размеров источник иридия. Собственно, это направление мы широко развиваем сейчас в Армении. Շատ լավ, արդյունքների մասին խոսեցինք այն մասին, որ Հայաստանի ամբողջ տարածքում արդեն հասանելի են այս ծառայությունները։ Մեկ հարցել եւ ավարտենք, պետպատվեր ունեք։ Այո, ունենք, բայց ոչ ամբողջական։ Իհարկե, շնորհակալություն հայտնելով պատկան մարմիններին, որոնք որ մեծ հոգացություն ցուցաբերեցին մեր պացիենտների առումով, որ հունվարի 1-ից արդեն գործող լայն փաթեթի սկզբունքով առաջ, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամները կարող են օգտվել ճառագայթային թերապիայի ծառայություններից, ինչպես նաև ուռուցքով տարապող պացիենտներ ու մոտ արդեն հիստոլոգիապես հաստատված է կարող են օգտվել, ցավոք սրտի ինքը ամբողջությամբ չի փակում ռադիովիրաբուժությունը, այսինքն ռադիովիրաբուժության մասով մենք առայժմ պետպատվեր չունենք, բայց լիահույս ենք, այո, լիահույս ենք, որ այդ հարցները անպայման շուտապույտ կանրադառնան հաշվի առնելով այն արդյունքները, ինչ որ մենք գրանցել ենք մյուս ասպարեզներում։
Ցավոք սրտի ամբողջությամբ պետպատվերի սահմաններում չի փակում նաև պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան, ինչպես իմ խոսքում նշեցի, որը անփոխարինելի եւ շատ կարեւոր մեթոդ է օնկոլոգիական հիվանդություններով տառապող պացիենտների փուլավորման, ախտորոշման եւ հետագա իրանց բուժման ընթացքը հետևելու առումով։ Ինչպես նաև պետպատվերը հասանելի չէ իր տեսակով մատուցող ծառայությունների կոնկրետ բրախիթերապիայի առումով, ոնց որ ինքը մատուցում է մեր կենտրոնում, այսինքն օգտագործելով միջազգայինորեն ընդունված բարձրագույն տեխնոլոգիաները, որոնք որ ներկայապային հասանելի են մեր կենտրոնում, ամբողջությամբ ներկայապային պետպատվերը դեռ ծածկույթ չունենք։ Բայց լիահույս ենք, որ անպայման կանդրադառնան այդ խնդրին է, քանի որ հաշվի առնելով մեր պացիենտների գոհունակությունը, մեր արդյունքները եւ ընդհանրապես շատ հանգամանքներ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Ձեր կենտրոնին հաջողություն, ձեզ հաջողություն, մեր ժողովրդին առողջություն։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եմ Երևանի ռադիոթերապիայի կենտրոնի ղեկավար Կոստան Ղալումյանի եւ Երևանի ռադիոթերապիայի կենտրոնի բրախիթերապևտ Նատալիա Կորնիևսկայայի հետ։ Կհանդիպենք։